Հեսա ես գարի ավտո եդելիս Եվ համազգային հավաքի միջոցով քաղաքացիական աննաս Каждая победа имеет свой символ. Один из символов победы армян в Карабахской войне стала фотография молодого бойца, которая облетела весь мир. Լուսանկարի երիտասարդը հաղթանակած հայաստանամարտիկի հավաքական կերպար դարձավ։ Դեմքին երջանիկ ժպիտ, հարազատ հողի ևս մի պատառիկ ազատագրելու ուրախություն, հաղթածի խաղաղ եւ երջանիկ հոգնություն, սակայն ձեռքի եռանդուն թափահարումի եւ ամուր սեղմված բռունցքի մեջ անսանձելի ոգի եւ իր գործի արդարացիության մեջ վստահություն։ Это лицо известно миллионам людей в мире. Но мало кто даже в Армении знает имя этого парня. Кто он, какова его судьба, где и когда снята фотография. Արա Խանդոյանը ազատամարտիկների շրջանում հայտնի է միայնակ Գայլմա կանոնով։ Այդ անունը կնքել են նրա ընկերները, որովհետև ամենադժվար եւ վտանգավոր հանձնարարություններին մենակ էր գնում եւ կատարում էր դրանք։ Ես միշտ սովորություն ունի, ասենք անկախ ամենից ցերնում է այդում է, էլի։ Այդում է ինձ ոչ մեկ չէին թողում, ասում են, ինքնա գլուխ ելնում է, այդպես գլուխը խփենա։ Ինչ անի, խփեն ասել։ Միայնակ Գայլ են ասում իրեն։ Շատ էլ համապատասխանում է այն առումով, գոնե ինչքանով որ ես գիտեմ, ասենք եթե միտեղ գործողություն է մարտական, բայց ասենք մեր խումբը, մեր ջոկատը վերջը իրենց ստորաբաժանումը չի մասնակցելու, բայց ինքը մենակ գնում էր, մասնակցում էր, գալիս էր։ Մեր այդ հատուկ ջոկատը ինքը հետախուզություն էր զբաղվում, էլի, ու այդ հետախուզության ժամանակ սենց էր եղնում, որ ինչա հաջողությունների ժամանակ ամեն անգամ ասում են սենց լավ եղավ, բայց ստացվում էր, որ ինչա չէր ստացվում, չեն կարող իմանային թշնամու դիրքը որտեղ է, ինչ է, ու մեկը այդ տղեկը գալիս են առայկը չկար իրաց մեջ,
Արայքը չկար։ Ու մեկը մի սուտկից երկու սուտկայից մեկը գալիս էր հոգնած բան ու սկսում էր պատմել, որ կողմից ինքը տեսավ թշնամուն ու ինքը գիտեք ոնց էր, սենց մի հատ նյուխուներ էր, սենց ինչա գտներ թշնամուն, հա։ Գտներ թշնամուն դա առաջի իր հատկությունն էր, երկրորդ հատկությունն էր, երբ ինչա ինք ուզել մասնակցել, վերացնել էր թշնամուն։ Շատ ռիսկով տղա էր ինքը, ձգտում էր մենակով դուրս գալ, այդպես բան, այդտեղից իր անունը չեմ հիշում, ով դրեց, միայնակ գալ այդպես, քանի որ մենակ գործողություն էր կարում կատարել, մանը գնում էր զորամասներ, չգիտես եսի ուր էր գնում, գիշերվա կեսերին։ Մեկ տենում ենք ճագաթի այս հատվածում, մեկ էլ տենում ենք ես եմ ճագաթի մյուս հատվածներից, որ նրանքից դուրս է գալով, ասում կարող այդ մենակ դեմ, ասում տենց ենք անում։ Арайк был прирожденным солдатом, но это выяснилось только потом, на войне. А когда вспыхнуло карабахское движение, он был все еще совсем юношей, как и 4 его братьев.